Երկրաշարժից օրեր անց իրավիճակն անհուսալի էր։ Փլատակների տակից ողջ մարդկանց հանելը գրեթե անհնար էր։ Այդ օրհասական պահին աշխարհը Հայաստանի կողքին էր։ Շուրջ 113 երկրից մարդասիրական օգնություն ստացավ Հայաստանը եւ 75 երկրներից փրկարարական եւ բժշկական մասնագիտացված ջոկատներ ժամանեցին Հայաստան։ Մինչդեռ ի հակադրություն այս մարդասիրական օգնությանը մեր թշնամի հարևան պետությունը գնացքների վագոնների վրա գրում էին շնորհավորանքներ հայերին ողբերգության համար։ Աղետի գոտու տխուր եւ հերոսական պատմությունները անհամար են։ Պատմում են, որ մի դպրոցում ուսուցչուհին տեսնելով, որ երկիրը ցնցվում է, աշակերտներին պատվիրում է, որպեսզի նրանք սեղանի տակ թաքնվեն, իսկ ինքը դիմացի նստած աշակերտներին իր մարմնով է ծածկում։ Արդյունքում նա մահանում է, բայց այդ երկու աշակերտները ողջ են մնում։ Աղետի գոտու վերականգնման համար մեծ դեր ունեցավ Քրքրքորյանի ստեղծած Լինսի հիմնադրամը, որը տրամադրեց $45 միլիոն, որպեսզի աղետի գոտին վերականգնվի։ Այդ միջոցներով Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում եւ Ստեփանավանում շահագործման հանձնեցին 3674 նոր բնակարան։ Պատկերացնում եք, 3674 ընտանիք ստացավ բոլորովին նոր բնակարան։ Բնակարաններից զատ կառուցվեցին եւ վերակառուցվեցին բազմաթիվ դպրոցներ, կրթամշակութային օջախներ եւ ճանապարհներ։ Քրքը խստապահանջ էր եւ նա պահանջում էր, որպեսզի շինարարությունն ընթանա ամերիկյան ստանդարտների համաձայն։ Հենց դա է պատճառը, որ մինչ օրս աղետի գոտում իրականացված շինարարությունները համարվում են ամենաորակյալն ու լավագույնը։ 2026 թվականն է, Քրքրքորյանը այլևս կենդանի չէ, բայց նրա կատարած աշխատանքները առ այսօր մենք հիշում ենք եւ փառաբանում նրա անունը։ Իսկ սա Անիաս էջն է, որտեղ ես պատմում եմ հայերի եւ հայկական ուժի մասին։ Միացիր ավելին իմանալու համար։